Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում որպես հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացի մաս ազատ արձակել կամայական ձերբակալվածներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Ըստ նրա խաղաղ համաձայնագրով Հայաստանին ուղղված Ադրբեջանի նոր պահանջներն անընդունելի են, հատկապես երբ Ադրբեջանը պահանջում է վերանայել Հայաստանի սահմանադրությունը։ Այս նոր նախապայմանն անընդունելի է եւ ձգձգում է ստորագրումը։ Նա նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում դատվող արցախահայերի դատավարություններին։ Ֆրանսիան, նաև Եվրամիությունը, որի առաքելությունը նոր է այցելել տարածաշրջան, ուշադիր հետևում է բոլոր կամայական ձերբակալվածների իրավիճակին եւ կոչ է անում ազատ արձակել նրանց։ Հարավային Կովկասը պետք է խաղաղության եւ բարգավաճման գոտի դառնա։ Եվրամիությունը կարող է կատարել իր դերը սահմանների բացմանը եւ այս տարածաշրջանի բացմանը նպաստելու գործում ի շահ տարածաշրջանի ժողովրդի։ Ֆրանսիական կողմի հայտարարություններից Բաքվում նեղսրտել են եւ Փարիզին մեղադրել խաղաղությանը չնպաստող քայլեր իրականացնելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նախերքել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Անընդունելի է ոչ միայն կասկածի տակ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ պահպանող Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու օրինական պահանջը, որը քննարկվում է ավելի քան 2 տարի, այլև դա որպես նոր պայման ներկայացնել։ Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը, ինչպես որ հայտարարում է, ապա պետք է կոչ անի Հայաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Պահանջում ենք դադարեցնել խաղաղությանը չնպաստող քայլերը եւ զերծ մնալ գործողություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, թե իբրև Ֆրանսիան դեմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պայմաններին։ Ֆրանսիան աջակցում է հայկական դիրքորոշմանը, որը ձգտում է խաղաղության պայմանագիրը ստորագրել առանց սահմանադրության փոփոխությունների, հնարավորություն թողնելով ապագա տարածքային պահանջների համար։ Մինչև Ադրբեջանը հերքում է իր նոր պահանջներն ու իրականացնում հայ գերիների կեղծ դատավարություններ, այդ ընթացքում կաթոլիկ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին։ Հոդվածի հեղինակ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ։ Վերջինս Թրամփի վարչակազմին կոչ է անում կատարել իր նախընտրական խոստումը, այն է պաշտպանել հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաներին դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես էթնիկ ստում։ Նա նշել է հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի խաղաղության պայմանագրի առաջխաղացման նախապայման։ Դա եղել է վարչակազմի դիրքորոշումը։ Մեզ ասվել է, որ հայ գերիների ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Տրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին։ Կարծում եմ դա իսկապես կարևոր զարգացում է, քանի որ մեր ամենամեծ մտավախությունն այն էր, որ եթե խաղաղության գործընթացը շարունակվի առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա դժբախտաբար դա կարող է հանգեցնել այդ բանտարկյալների զոհաբերմանը։ Այս կարևոր հարցերից խաղաղության պայմանագրում ոչ մեկը ներառված չէ։ Դրանք չկան նաև երկկողմորակարգում։ Այնուամենայնիվ Տրամփի վարչակազմը կարող է շատ բան անել այս նպատակներին հասնելու համար։ Գենսերը վստահ է խաղաղության պայմանագիրը, որը չլուծված է թողնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան եւ հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, ապագա բռնկումների, տարաձայնությունների եւ նույնիսկ հնարավոր պատերազմի բաղադրատոմս է։ Մինչեւ մյուսները փորձում են պաշտպանել հայ գերիների իրավունքները, այս ընթացքում Բաքվում շարունակվում է ապօրինի պահվող հայ ռազմագերիների հերթական կեղծ դատավարությունը։ Սրան զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դժգոհել է, թե իբրև միջազգային ճնշումներից հետո Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է ընդամենը 25%։ Ըստ նրա Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը եւս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։ Բաքուն ակնկալում է, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ապահովելու ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը։ Այս հայտարարությանը, սակայն, պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը չնայած միջազգային դերակատարների հորդորներին եւ Հայաստանի ջանքերին, չի պատրաստվում վերադարձնել հայ ռազմագերիներին։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։